Բարի լույս սիրելիներս։ Տեր Հայր, Աստված ինչու Ադամին ասաց. հողեիր ու հող պիտի դառնաս։ Որպիսի սիրելիներս, Ադամը իր չափն իմանը։ Քանի որ Ադամը հողից ստեղծված լինելով, հողեղենյակ լինելով, Աստված նրան հավիտենական հոգի տվեց եւ հավասար դարձրեց հրեշտակներին ու փառավորեց։ Բայց Ադամը չգնահատեց ու չհասկացավ, ինչպես մենք չենք հասկանում գնահատում այն պատիվը, որ Աստված մեզ տալիս է։ Դրա համար մարդը դարձավ մահկանաց, այսինքն վերադարձավ այնտեղ, որտեղից որ ստեղծվել է։ Այս է պատճառը, որ Պողոս Արաքյանն էլ ասում է. մարմինը հող է դրվում թերի, պակասանավոր, մեղքերի ու կրքերին ենթակա, բայց հարություն պիտի առնի իբրև հոգևոր մարմին, արևի պես շողացող դեմքերով ու անկողոպտելի զարդերով զարդարված։ Յուրաքանչյուր մարդ, ով գիտակցի եւ ինքը սկսի Տիրոջ պատվիրաններով ապրել, առաքինությունը, սրբությունը իր համար կարևոր տեղ ունենա, նա կարող է վերականգնել իր նախնական անմաքրությունն ու անմեղությունը, որից մեր նախահայր Ադամը զրկվեց Աստծո պատվիրանի համաձայն։ Հող է եւ հող պիտի դառնաս։ Իսկ ինչու օձին ասաց, քո որովայնի վրա պիտի սողաս ու հող ուտես, միթե արդեն իսկ չէր սողում։ Բնականաբար օձը մինչև այդ սողում էր իր որովայնի վրա եւ հող էր ուտում, բայց Տիրոջ խոսքից հետո դա նրա համար դարձավ պատիժ, որովհետեւ հպարտության, ամբարտավանության միջոցով նա մարդուն կարողացավ հաշել մեղքի մեջ։ Օձին ջախջախելու Աստված նաեւ հրաման տվեց, որ սերունդները պետք է նրա գլուխը ջարդեն եւ Հիսուսով մենք իրավունք ստացանք մեղքի դեմ պայքարելով ջախջել օձի գլուխ, այսինքն սատանայի դեմ պայքարելով։ Այս խոսքը նաև սատանային է վերաբերում։ Քանի որ երկավոր կյանքի մեջ ապրում ենք, այս երկավոր կյանքի մեջ ենք, սատանան մինչև մեր կյանքին վերջին վարկյանը պիտի փորձի մեզ մեղքի մեջ քաշել ու կորստյան մատնել։ Սողալու համար եւ հող ուտելը սա որկրամոլության խորհուրդ ունի։ Այսինքն աշխարհը մարդուն սատանան պիտի սովորեցնի որկրամոլությամբ ապրել։ Դրա համար Հիսուս ասում է. «Զգույշ եղեք, որ ձեր կյանքի բոլոր օրերը կերուխումերի զվարճանքների մեջ չանցկացնեք, հարբեցողության մեջ չանցկացնեք, մահը գա ու վախենաք, այլ դրա հետ մեկտեղ հատկապես աղոթեցեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք»։ Եվ իր գալուստն է նմանեցնում, ասում է մարդու որդու գալստյան ժամանակ կլինի Նոյի օրերի պես։ Այն ժամանակ էր մարդիկ ուտում էին, խմում էին, կին էին առնում, ամուսին էին առնում, բայց այդպես էլ չէին հավատում, որ աշխարհի վախճան պիտի լինի։ Ուրեմն այս հրամանով Աստված ամեն մարդու հնարավորություն է տալիս մեղքի դեմ պայքարելու, երբ որ Տերը գա, մենք իբրև հավատարիմ ծառաներ պատրաստ գտնվենք, չամանչենք, այլ հակառակը մեր կյանք ուղենիշ ունենալով Քրիստոսին, մենք սրբության կարողանանք ոչ միայն մեղքի դեմ պայքարել, այլև մեղքի դեմ հաղթանակ տանել եւ այդ հաղթանակած հոգով վերականգնել այն խոսքը, որ եկեք իմ հոր օգնվածներ, մտեք իմ ուրախության մեջ, եւ մենք կարողանանք Տիրոջ ուրախության մեջ ապրել եւ հավիտենապես փառավորել ամենասուրբ երրորդությանը։